Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Կարևորի մասին նախամարոտ։ ԵՄ անդամ երկրները աջակցություն են հայտնել Հայաստանի ժողովրդավարական զարգացման, դիմակայունության ամրապնդման, նաև հիբրիդային սպառնալիքներին հակազդելու հարցում։ Բրյուսելում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակներում անցկացվող հանդիպմանը։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել զինվորական ծառայության ժամկետի կրճատմանը և ազգային անվտանգության ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններին, որոնք կքննարկվեն ազգային ժողովի դեկտեմբերի 16-ին գումարվելիք արտահերթ նիստում։ Պետությունը պարտավոր է պաշտպանել իր ժողովրդավարությունն ու ժողովրդի ընտրության իրավունքը, հայտարարել է էկոնոմիկայի նախարարը լրագրողների հետ զրույցում։ Գևորգ Պապոյանը անդրադարձել է նաև տնտեսությանն առնչվող հարցերի, այդ թվում Ադրբեջանով Հայաստան տարբեր ապրանքների հնարավոր ներկրմանը։ Նախորդային համացանցում լայն քննարկման թեմա էր դարձել Երևանում հայտնված թուրքական շտապօգնության ավտոմեքենայի տեսանյութը։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Նարեկ Զեյնալյանը պարզաբանում է ներկայացրել այդ առնչությամբ։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Տիգրան Ավինյանը բարձր է գնահատել հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վարման միջոցառման կազմակերպումը։ Խորհրդակցությանը նաև պարզաբանում է տրվել համացանցում հայտնված այն տեսանյութի առնչությամբ, որտեղ երևում էր, թե ինչպես է Հայգեր ավտոբուսը ծուխ արձակելով երթևեկում։ Դեկտեմբերի 14-ին Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Սուրբ Գևորգ եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրենսդիր գործադիր մարմինների անդամները, բազում քաղաքացիներ մասնակցել են Կիրակնորիա Սուրբ եւ Անմահ պատարագի։ Պատարագից հետո Free News-ի հետ զրույցում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները իրենց կարծիքն են հայտնել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան հոգեվորականության եւ իշխանության միջև լարված հարաբերությունների հանգուցալուծման վերաբերյալ։ Բրյուսելում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակներում անցկացվող հանդիպմանը։ Աշխատանքային նախաճաշի ձևաչափով քննարկմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը և ԵՄ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ։ Հանդիպմանը գոհունակությամբ նշվում է Հայաստան ԵՄ գործընկերության զարգացման հարցում արձանագրված նշանակալի արդյունքները։ Մտքեր են փոխանակվել առաջիկա անելիքների վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստան ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգի և տարբեր համատեղ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում աջակցությունն ու ձևավորված կոնսենսուսը։ Քննարկմանը ԵՄ անդամ երկրները աջակցություն են հայտնել Հայաստանի ժողովրդավարական զարգացման, դիմակայունության ամրապնդման, նաև հիբրիդային սպառնալիքներին հակազդելու հարցում։ Տարածաշրջանային զարգացումների համատեքստում ԵՄ անդամ երկրների գործընկերները աջակցություն են հայտնել հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին։ Հանդիպման ավարտին նախարար Միրզոյանը հանդես է եկել մամուլի համար մեկնաբանությամբ։ Ուրախ եմ վերադառնալ Բրյուսել։ Ընդամենը 2 շաբաթ է անցել շատ հաջողված Հայաստան ԵՄ գործընկերության խորհրդից, որի ընթացքում մենք ընդունեցինք Հայաստան ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, դրանով բարձրացնելով մեր հարաբերությունները նոր մակարդակի։ Այսօր արտաքին գործերի խորհրդի ձևաչափով, որը նախագահում էր բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, անդամ պետությունների հետ միասին մենք քննարկեցինք Հայաստան ԵՄ գործընկերության բոլոր հիմնական ձեռքբերումները, տնտեսությունից և ավելի ամուր դիմակայունությունից մինչև անվտանգության հետ կապված հարցեր, ներառյալ հիբրիդային սպառնալիքները և եվրոպական խաղաղության գործիքի ներքո տրամադրվող աջակցությունը։ Մենք անդրադարձանք բոլոր այն թեմաներին, որոնք ներկայում շատ կարևոր են Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերություններում։ Մենք նաև գնահատեցինք վիզաների ազատականացման գործընթացում առաջընթացը, թեմա, որը շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար և Հայաստանը Եվրոպական միությանն ավելի մոտեցնելու տեսանկյունից։ Իհարկե, կա նաև ավելի մեծ պատկերը՝ տարածաշրջանային զարգացումները, Հարավային Կովկասի երկրների միջև հաղորդակցությունների բացումը և ընձեռվող հնարավորությունները։ Մենք քննարկեցինք և կողջունենք ԵՄ-ի հնարավոր ներգրավվածությունը ենթակառուցվածքային նախագծերում։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եւ դատախազության ղեկավար կազմը այցելել են Հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի։ Այս ընթացքում նրանք ծանոթացել են զինված ուժերի պահպանության թիկունքային տեղամասերում ընթացող ինժեներական եւ ամրաշինական լայնածավալ աշխատանքներին։ Սուրեն Պապիկյանը այսօր ազգային ժողովում է եղել մասնակցելու պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որին քննարկվում էր զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նա նաեւ կարճ զրույց է ունեցել լրագրողների հետ, անդրադարձել դեկտեմբերի 12-ին զինծառայողի մահվան դեպքին։ Նախարարը նշել է, որ գործը գտնվում է քննչական կոմիտեի վարույթում եւ նախաքննության շահերից ելնելով նոր մանրամասներ հայտնել չի կարող։ Նա նաեւ վստահեցրել է, որ սահմանին հանգիստ է, լարվածություն չկա։ Ինչ որ լարվածության մասին մտահոգություն կարող է լինել, սահմանին շատ հանգիստ է եւ պատրաստվում ենք ամանորին, այո, տոնական օրերին բնականաբար ծառայությունը ավելի զգոն է, բայց հաշվի առնելով նաեւ եղանակային պայմանները, քամի, բուքը, այլ մտահոգություններ ունի այսօր զինված ուժերը եւ մենք մեր առօրյա խնդիրներով ենք զբաղված։ Եթե Երևանում կամ մեր մարզերում կամ հարակից մարզերում ձյուն չկա, ապա բարձրադիր հատվածներում կա ձյուն։ Մենք մինչեւ 3500 մետր բարձրության դիրքեր ունենք։ Դուք հաշվի առեք, որ այնտեղ ձյունը հալվում է միայն ամռանը եւ արդեն հոկտեմբերից կարող է նաեւ ձյան շերտ այնտեղ տեսանելի լինել։ Իսկ եղանակի դեմ ո՞նց եք պայքարում այդ դեպքում։ Հետևողականությամբ մեր բոլոր դիրքերի ճանապարհները մշտապես փակվում են եւ բանակային դիրքեր տանող ճանապարհները ամեն ինչ արվում է, որ մշտապես բաց լինեն։ Իդեպ զինծառայողի մահվան դեպքի արդիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթացքում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել զինվորական ծառայության ժամկետի կրճատմանը եւ ազգային անվտանգության ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններին։ Նախագծերով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 18 ամիս, նաեւ հստակեցնել ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու բարելավել ծառայության կադրային քաղաքականությունը։ Օրենսդրական փաթեթները կքննարկվեն ազգային ժողովի դեկտեմբերի 16-ին գումարվելի արտահերթ նիստում։ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի համաձայն նախատեսում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով, դրա գործողությունը տարածելով 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Առաջին ընթերցման շրջանակներում օրենքի նախագծի վերաբերյալ ազգային ժողովի պատգամավորների կողմից առաջարկություններ չեն ներկայացվել եւ կառավարության նախաձեռնությամբ փոփոխություններ չեն կատարվել։ Երկրորդ ընթերցումից առաջ հանձնաժողովի քննարկման է ներկայացվում ազգային անվտանգության մարմինների մասին եւ ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթներ։ Օրինագծերը նպատակ են հետապնդում հստակեցնել ազգային անվտանգության ծառայության գործառույթների շրջանակը եւ բարձրացնել կադրային քաղաքականության արդյունավետությունը։ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցման ընդունելուց հետո նախագծերի վերաբերյալ պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն եղել, սակայն կառավարության առաջարկների հիման վրա ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը լրացվել է նոր 5-րդ հոդվածով, որի նպատակն է օրենքում հստակ ամրագրել ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշների, դրոշի եւ զինանշանի վերաբերյալ իրավական հիմքերը։ Արդյունքում ծառայության տնօրենը իրեն վերապահվող լիազորության շրջանակներում կսահմանի ծառայության խորհրդանիշների կանոնադրությունն ու նկարագրությունը առանց փոխելու գործող խորհրդանիշների բովանդակությունը։ Հայաստանի իշխանությունը չի բացառում ընտրական գործընթացների նկատմամբ հիբրիդային հարձակումների հնարավորությունը, ներառյալ կեղծ լուրերի տարածումն ու ֆինանսական ազդեցության փորձերը։
Այդ մասին այսօր ազգային ժողովում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, շեշտելով, որ պետությունը պարտավոր է պաշտպանել իր ժողովրդավարությունն ու ժողովրդի ընտրության իրավունքը։ Պապոյանը տեղեկացրել է նաև, որ Ադրբեջանով Հայաստան ներկրվող ցորենի նոր խմբաքանակները ճանապարհին են։ Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանական նավթամթերքի ներկրմանը, ապա նախարարը մանրամասներ չի հայտնել, նշելով, որ գործընթացի մանրամասները առևտրային գաղտնիք են։ Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ հիբրիդային հարձակումների թիրախ, որոնք ուղղված կլինեն երկրի ժողովրդավարական գործընթացի խաթարմանը, մասնավորապես ընտրությունների վրա ազդելու համար։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Հայաստանը Եվրոպական միությունից աջակցություն է խնդրել ընտրական գործընթացներին արտաքին միջամտությունը կանխելու նպատակով։ Պապոյանի խոսքով աշխարհում կան ուժեր եւ պետություններ, որոնք չեն ցանկանա, որ Հայաստանում կայանան ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրություններ։ Տարբեր տեսակի կեղծ լուրերով կամ ընտրակաշարքային մեխանիզմներով փորձ կատարվի որոշակի շրջանակների կողմից, որոնք որ տիրապետում են միլիարդավոր դոլարների, ազդել ընտրությունների վրա եւ կամ որոշակի երկրներից, որոնք որ ուրեմն թիրախային այսպես չեն ցանկանա, որպեսզի Հայաստանում լինի ազատ ժողովրդավարական ընտրություններ եւ ժողովրդի կողմից ուրեմն ընտրված իշխանություն։ Անդրադառնալով Եվրոպական միության դերակատարությանը, Պապոյանը նշել է, որ ԵՄ երկրներն ունեն հիբրիդային հարձակումներից պաշտպանվելու մեծ փորձ, որը կարող է կիրառելի լինել նաեւ Հայաստանի համար։ Եվրոմիության երկրներում ժողովրդավարության փորձը եւ պատմությունը եւ տարբեր տեսակի հիբրիդային հարձակումներից այդ իրենց հաջողված փորձը կարելի է կիրառել, որովհետեւ իսկ ով է ասել, որ եվրոպական երկրներում ժողովրդավարությունը այդպես մի օր որոշել են, որ պետք է լինեն ժողովրդավար ու բոլորով դարձել են ժողովրդավար։ Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է նաև Ադրբեջանով Հայաստան ներմուծվող ցորենին, տեղեկացնելով, որ նոր խմբաքանակները ճանապարհին են եւ շուտով կհասնեն Հայաստան։ Ճանապարհին հիմա նոր խմբաքանակներ կան։ Կգա ես տոննաներով կհրապարակել։ Նրա խոսքով նախկինում ներմուծված ցորենը երրորդ կարգի եղել, ոչ թե չորրորդ, եւ այն լիովին պիտանի է օգտագործման համար։ Նոր խմբաքանակներում լինելու է նաեւ երկրորդ կարգի ցորեն։ Պապոյանը հրաժարվել է մանրամասնել ադրբեջանական նավթամթերքի Հայաստան ներմուծման վերաբերյալ տեղեկությունները, նշելով, որ գործընթացը հանդիսանում է առևտրային գաղտնիք։ Այն ինչ որ հաստատել եմ ես ազատությանը, այս բանը ավել բան չկա, եթե լինի առևտրային գաղտնիք չեմ կարող ասել։ Նա հավելել է, որ այս պահին Ադրբեջանը դեռևս Հայաստանի տարածքով վառելիք չի ներմուծում, սպասելով գործընթացի ամբողջական կարգավորմանը։ Անդրադառնալով դիտարկմանը, թե եվրոպական կառույցները տարբեր կերպ են արձագանքում ներկայիս եւ նախկին իշխանությունների ժամանակ տեղի ունեցած կալանքներին, Պապոյանը նշել է, արձագանքները կախված են կալանքի հիմնավորումից։ Ես կարծում եմ, որ արձագանքելու համար հիմք է պետք։ Երբ որ որևէ մարդ, օրինակ, որևէ մարդու ապօրինի են ենթադրենք բանտարկում, բնականաբար շատ նորմալ է, որ արձագանքեն։ Իսկ որևէ մարդու, երբ որ հիմնավոր են բանտարկում, բնականաբար ինչ արձագանք է այդ դեպքում։ Նրա խոսքով որոշ լրատվամիջոցներ եւ կազմակերպված խմբեր փորձում են նման միջադեպերը ներկայացնել որպես լայնածավալ ճգնաժամ, ինչը եւս կարող է դիտարկվել հիբրիդային հարձակման համատեքստում։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Նախորդային համացանցում լայն քննարկման թեմա էր դարձել Երևանում հայտնված թուրքական շտապօգնության ավտոմեքենայի տեսանյութը։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Նարեկ Զեյնալյանը պարզաբանում է ներկայացրել այդ առնչությամբ։ Նա նշել է, որ շտապօգնության մեքենայով Հայաստան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը տեղափոխվել ազգությամբ եզդի Հայաստանի քաղաքացի։ Ինձ համար անհասկանալի եւ անընդունելի է, երբ շահարկում են հիվանդ տեղափոխող այլ պետության շտապօգնության մեքենան եւ քաղաքական երանգավորում տալիս անկախ այն հանգամանքից, թե որ պետության շտապօգնության մեքենա է։ Հայրենասերներին առաջարկում եմ ինչ որ այլ հետաքրքրություններ գտնել իրենց կյանքում։ Սոցցանցի իր էջում գրել է Զեյնալյանը։ Նշենք, որ տեսանյութը սոցցանցերում տարածվել էր օգտատերերից մեկի կողմից։
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Տիգրան Ավինյանը բարձր է գնահատել հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վարման միջոցառման կազմակերպումը, ընդգծելով, որ քաղաքում պետք է տիրի տոնական տրամադրություն։ Խորհրդակցությանը նաև պարզաբանում է տրվել համացանցում հայտնված այն տեսանյութի առնչությամբ, որտեղ երևում էր, թե ինչպես է հայ գերավտոբուսը ծուխ արձակելով երթևեկում։ Նիստին ներկայացվել են նաև օդի որակի ցուցանիշները, ամփոփվել տոմսային համակարգի վերջին տվյալները։ Երևանի ամանորյա ձևավորումը քաղաքում տոնական տրամադրություն է ստեղծել եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վարման միջոցառման կազմակերպմանը։ Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ընդգծելով, որ միջոցառումը կազմակերպվել է բարձր մակարդակով։ Նա առաջարկեց ոչ միայն քաղաքապետարանի աշխատակիցներին, այլև միջոցառման իրականացման համար առանձնահատուկ ներդրում ունեցած գործընկերներին ներկայացնել պարգևների։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նաև շաբաթ օրը համացանցում լայն տարածում ստացած տեսանյութին, որտեղ հայ գերմագնիշի երթուղային ավտոբուսը միասնիկյան պողոտայի ամբողջ երկայնքով արտանետում էր մեծ քանակությամբ խիտ ծուխ։ Երևանի ավտոբուս ընկերության տնօրեն Բեգլար Կիրակոսյանը տեղեկացրեց, որ միջադեպի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։ Տեխնիկական անսարքության պատճառով ավտոբուսն ունեցել է յուղի արտահոսք դեպի արտանետման համակարգ, ինչի արդյունքում առաջացել է մեծ քանակի ծուխ։ Շահագործման անվտանգության կանոնները խախտելու համար վարորդի նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվություն, հայտարարվել է գրավոր նկատողություն։ Նշում նաև, որ ավտոբուսը գտնվել է երթուղուց դուրս եւ ուղևորվելիս է եղել հավաքակայան։ Տեղի ունեցածն անթույլատրելի է, միջադեպի կապակցությամբ մեր հանրությունից խնդրում ներողություն։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքելով տեսանյութին նշեց, որ տեսարանը իսկապես մտահոգիչ էր։ Նա նաև հետաքրքրվեց օդի որակի վիճակից, նշելով, որ այս դեպքը եւս առնչվում է օդի որակին։ Բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը մանրամասնեց։ Երեկվանից սկսած տարածաշրջան են երթափանցել հյուսիսից քամի, որի արդյունքում տեսանելիորեն նաև մեր տվիչների 181 տվիչները ցույց են տալիս, որ օդի որակի զգալի բարելավում է տեղի ունեցել, զգալի այնքանով, որ համադրելի է ամառվա ցուցանիշների հետ։ Երեք առավոտյան կազմում էր 29, շուրջ մինչև 30, այսօր 65 եւ 8 PM 2.5-ի ցուցանիշը։ Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին նախորդ շաբաթվա հանրային տրանսպորտի տոմսային համակարգի տվյալները։ Ըստ զեկույցի, ընդհանուր առմամբ արձանագրվել է 2.512,145 վավերացում, ինչը նախորդ շաբաթվա համեմատ ավելի է 59,034-ով կամ 2.4%-ով։ Քաղաքապետն ընդգծելով դրական դինամիկան միևնույն ժամանակ կարևորեց վերահսկողության խստացման անհրաժեշտությունը։ Վստահաբար կա հանրային պահանջ, այսինքն մարդիկ ինձ գրում են, ասում են շատերը չարամտորեն, հիմնականում երիտասարդները չարամտորեն խուսափում են վճարելուց եւ ակնկալում են, որ այս առումով կոնկրետ քայլեր են արվելու։ Մասնավորապես գիտեմ, որ այս դեկտեմբեր ամսվա ձեր հաստիքացուցակում փոփոխություն է լինելու եւ նոր մարդիկ են ավելանալու, վերահսկողությունը ավելի արդյունավետ կազմակերպելու համար։ Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում զեկուցվեց նաև, որ Ծիծեռնակաբերդի խճուղու հիմնական փլուզված հատվածը կառուցապատող Սահակյան շին ընկերության կողմից ամբողջությամբ վերականգնվել է եւ ներկայում ապահովված է ճանապարհի երկու երթևեկելի գոտիներով տրանսպորտային միջոցների անցանելիությունը։ Նշվեց, որ ճանապարհի լիարժեք շահագործումը հնարավոր կլինի հարակից տարածքում ընթացող շինարարական աշխատանքներին զուգահեռ։ Աշխատանքներն արդեն ավարտված են շուրջ 90%-ով, մնացել է ոչ ավելի քան 10 մետր հատված։ Խորհրդակցության ժամանակ ներկայացվեցին նաև Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում իրականացված լայնածավալ աշխատանքները, որոնք ուղղված են բուժսպասարկման որակի բարձրացմանն ու հիվանդների համար ավելի հարմարավետ միջավայրի ստեղծմանը։ Ըստ ներկայացված տվյալների, բժշկական կենտրոնում գործարկվել է էմերջենսի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը անհրաժեշտ ժամանակակից բուժսարքավորումներով, առանձնացվել է արագացված ախտորոշման գոտի, գործարկվել են նեղ մասնագիտական
մասնագիտական խորհրդատվական սենյակներ, նոր ռենտգեն կաբինետ, նմուշարման սենյակ, վերանորոգվել են վերականգնողական ֆիզիոթերապիայի բաժանմունքը, մանկական հիվանդասենյակները։ Բացի այդ կառուցվել են մատչելի մուտքեր, իսկ բուժկենտրոնի տարածքում հիմնովին փոփոխվել է երթևեկության կազմակերպման սխեման, ներդրվել է միակողմանի երթևեկություն, ինչը միտված է շտապօգնության մեքենաների եւ այցելուների տեղաշարժը առավել անվտանգ ու կազմակերպված դարձնելուն։ Անդրադառնալով կատարված աշխատանքներին Տիգրան Ավինյանն ընդգծեց. Իրականում մեր բժշկական կենտրոնները իրենք մրցակցում են նաև մասնավոր գործընկերների հետ եւ Երևանի քաղաքապետարանը պարտավոր է այնպես անել, որպեսզի մեր բժշկական կենտրոնների մատուցված ծառայությունները լինեն բարձր որակի, որպեսզի մեր երթակառուցվածքը լինի նորագույն ստանդարտներին համապատասխան եւ կարծում եմ այդ խնդիրը մեր բոլոր բժշկական կենտրոններում մենք փուլ լուծում ենք։ Քաղաքապետի խոսքով, երբ քաղաքացին դիմում է Երևանին պատկանող որևէ բժշկական կենտրոն, պետք է զգա, որ իր մասին հոգ են տանում ամենաբարձր մակարդակով։ Ավինյանի համոզմամբ այս մոտեցումը երբեմն նույնիսկ ենթակառուցվածքային փոփոխություններից ավելի կարևոր է։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Շաբաթ օրը Միացյալ Նահանգների Բրաունի համալսարանում, որտեղ ուսանողները քննություն հանձնելիս են եղել, անհայտ անձը հրազենով ներս է մտել եւ կրակոցներ արձակել, որի հետևանքով 2 ուսանող է զոհվել։ Կան 2 տասնյակ վիրավորներ, որոնցից 8-ի վիճակը ծանր է։ Ավելի քան 400 իրավապահներ տեղակայվել են Ռոդ Այլենդի համալսարանում տեղի ունեցած կրակոցների կասկածյալին որոնելու համար։ Ըստ վերջին տեղեկությունների կասկածյալը ձերբակալվել է։ Նա մոտ 30 տարեկան տղամարդ է։ Իսկ Կիրակի Սիդնեյի Բոնդի լողափին տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի։ Նախնական տեղեկությունների համաձայն կրակողները 2-ն են եղել։ Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակվողները հայրուորդի են եղել։ 50-ամյա տղամարդը տեղում մահացել է, իսկ նրա 24-ամյա որդուն ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Ոստիկանությունը հարձակումը որակել է որպես Սիդնեյի հրեական համայնքի դեմ ուղղված ահաբեկչական հարձակում։ Եմեն եւ առանձին եվրոպական երկրների ղեկավարները դատապարտել են Սիդնեյում հրեական համայնքի վրա հարձակումը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը եւս արձագանքել է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում տեղի ունեցած դաժան միջադեպին։ Ցնցված ենք Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած հրաձգությունից, որի հետևանքով բազմաթիվ անմեղ մարդիկ են զոհվել։ Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը իր բոլոր ձևերով եւ դրսևորումներով։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին եւ աղոթում վիրավորների շուտապույտ ապաքինման համար, ասված է արտաքին գործերի նախարարության X-ի էջում։ Միջազգային եւ տարածաշրջանային մյուս նորություններին տեսաշարով ծանոթացեք։ Ռուսական բանակը հայտարարել է, որ լիակատար վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Վարվարովկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ոստոկ զորախումբը մի շարք բնակավայրերում պարտության է մատնել Ուկրաինայի զինված ուժերի մի քանի բրիգադների, իսկ ուկրաինական կողմը մեկ օրվա ընթացքում ունեցել է ավելի քան 300 զոհ։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ շարունակվում են կատաղի մարտերը Գուլայպոլի համար։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հարվածներից հետո 100,000-ավոր ընտանիքներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, էներգետիկ ենթակառուցվածքների վնասման պատճառով։ Նրա խոսքով իրավիճակը հատկապես ծանր է Նիկոլաևի, Օդեսայի, Խերսոնի, Դոնեցկի, Սումի եւ Դնեպրոպետրովսկի շրջաններում։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով դեկտեմբերի 14-ի գիշերը Ռուսաստանը հարձակվել է Իսկանդեր-M բալիստիկ հրթիռով եւ 138 անօդաչու թռչող սարքով։ Հրթիռը եւ 10 անօդաչուները հարվածել են 6 վայրի։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, սակայն Դոնեցկի մարզային իշխանությունները հայտնում են մեկ քաղաքացիական անձի մահվան մասին։ Միաժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը ռուսական հոբ համակարգերը որսացել եւ ոչնչացրել են 235 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի կարճում իշխանությունից եւ պատրաստ է անցկացնել նախագահական ընտրություններ, եթե դա թույլ տա անվտանգության իրավիճակը։ Լրագրողների հետ զրույցում Զելենսկին հայտնել է, որ ընտրությունների հնարավորության վերաբերյալ ազդանշաններ են ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգներից նախագահական մակարդակով, սակայն հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք նման ազդակներ եղել են նաեւ Ռուսաստանից։ Զելենսկին նշել է, որ միջազգային գործընկերներին խնդրել է աջակցել ընտրությունների անվտանգության
ապահովմանը, իսկ խորհրդարանին հանձնարարել է մշակել ընտրական գործընթացի կազմակերպման հնարավոր մեխանիզմներ համապատասխան որոշման դեպքում։ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում Բոնդի Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ընթացքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է 15 մարդ, այդ թվում հարձակվողներից մեկը։ Տոնակատարությանը մասնակցում էին ավելի քան 1000 մարդ։ Ոստիկանության նախնական տվյալներով հարձակվողները հայր եւ որդի են։ 50-ամյա տղամարդը սպանվել է դեպքի վայրում, իսկ նրա 24-ամյա որդին ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Միջադեպը տևել է մոտ 10 րոպե։ Իրավապահները դեպքը որակել են որպես ահաբեկչական, նպատակաուղղված հարձակում Սիդնեյ հրեական համայնքի դեմ։ Հարձակվողներին պատկանող մեքենայում հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր։ Հարձակման հետևանքով հիվանդանոցում շարունակում են մնալ մոտ 40 վիրավոր, այդ թվում 2 ոստիկան, որոնց վիճակը ծանր, բայց կայուն է։ Զոհերի տարիքը տատանվում է 10-ից 87 տարեկանի միջակայքում։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների հնարավոր բռնագրավումը կունենա անկանխատեսելի հետևանքներ Եվրամիության համար։ Օրբանի խոսքով դա տեղի չի ունեցել անգամ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ընդգծելով, որ նման քայլը կարող է լրջորեն վնասել միջազգային ֆինանսական համակարգի վստահությանը։ Շարունակում ենք թողարկումը դեկտեմբերի 14-ին Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Սուրբ Գևորգ եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրենսդիր գործադիր մարմինների անդամները, բազում քաղաքացիներ մասնակցել են Կիրակնորյա Սուրբ եւ Անմահ պատարագի։ Պատարագից հետո Free News-ի հետ զրույցում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները իրենց կարծիքն են հայտնել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան հոգևորականության եւ իշխանության միջև լարված հարաբերությունների հանգուցալուծման վերաբերյալ։ Այս առնչությամբ իր դիրքորոշումն է հայտնել նաև Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն arczepiskopos Միրզախանյանը, նշելով վարչապետը այժմ էլ պատրաստ է ընդունել վեհափառին եւ երկխոսել նրա հետ։ Վազգեն Սրբազանի համոզմամբ ստեղծված իրավիճակը պետք է խաղաղ եւ անցնցում լուծում ստանա։ Վեհափառ հայրապետին այսօր էլ պատրաստ է վարչապետը երկրի ընդունել, իրեն հետ խոսել եւ այո անձամբ է ասել, ընդունել, խոսել եւ նրա հետ քննել եւ իր հանգստի կոչվելու եւ հետագա Մայրաթորին վերաբերող, եկեղեցին վերաբերող բազում հարցեր, որովհետեւ լեցուն խնդիրներ կան, միայն կաթողիկոսի հրաժարականով հարցը չի լուծվում, որովհետեւ այնտեղ կան շատ հարցեր եւ այդ հարցերը կարող են լուծել այսօրվա գործող ամենայն հայոց կաթողիկոսը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Ներողություն է եղել դա ամեն ինչ կաթողիկոսի կողմից։ Առայժմ դեռ իրեն փոխանցել են թե կարծում եմ փոխանցվել է։ Ունեն երեխաներ, այդ թվում նաև ձեր անվաններ Գիտեք ինչ կա, արդեն ես այդ մասին շատ պատասխանել եմ, չեմ ուզում։ Եվ մի չի ընդունել վեհափառ հայրապետ այդ առաջարկը, այդ հրավերը վարչապետի։ Ես անկեղծորեն տեղյակ չեմ։ Վեհափառ հայրապետը ժամանակին չի ընդունել, երբ որ ամիսներ առաջ, շատ ժամանակներ առաջ դիմում ենք, ասում ենք հանդիպեք, խոսեք,
այս ամբողջ ընթացքում։ Գուցե նա ցանկացել է, բայց միշտ կարծեք թե ինչ որ մի ուժ, ինչ որ մի տեղից կարծեք դա խանգարել է։ Մենք վերջի շաբաթներում ամեն Կիրակի ռեժիմով, ինչպես տեսնում եք, մասնակցում ենք տարբեր պատարակների, տարբեր մարզերում, տարբեր համայնքներում, տարբեր եկեղեցիներում եւ վանքերում։ Խորհուրդը մեկն է, Կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա, ինչի համար, որովհետեւ նա խախտել է իսկ եկեղեցու կողմից ընդունված ուխտերը եւ մենք ուղիղ նրան հարց ենք տվել, որ նա պատասխանի, նա արդյոք ունի զավակ թե ոչ, նա այդ հարցին մինչ այսօր դեռ չի պատասխանել եւ ես վստահ եմ, որ առաջիկայում Կտրիչ Ներսիսյանը հեռանալու է եւ այսօր մենք տեսնում ենք նույնպես բազմաթիվ քաղաքացիներ մասնակցում են պատարակի եւ ես կարող եմ ասել այն շրջանում, որը որ վարչապետը հայտարարեց իր ամեն Կիրակի ռեժիմով մասնակցելու իր պատարակներին, վերջի ամիսներին հայ ժողովուրդը այսքան ավելի սրբադասած հայ եկեղեցին չի եղել, ինչքան վերջին 20-30 տարիներում եւ այսօր հայ ժողովուրդը վստահաբար ավելի լավ է տիրապետում ողջ եկեղեցու կանոնագրքին, ողջ եկեղեցական դրվաստներին եւ էությանը, քան անցած 20-30 տարին, իհարկե սա ցավում եմ, ես արձանագրում, բայց դա փաստ է։ Կարծում եք, որ այս գործընթացով արդյոք սկսվել է եկեղեցու նորոգման, շրջան, ինչպես օրինակ հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։ Այո, տեսեք, մենք այսօր գտնվում ենք Արմավիրի մարզում, Սուրբ Գևորգ եկեղեցում է այսօր տեղի ունենում պատարակը եւ տեսնում եք մարդկանց մեծաթիվ լինելը եւ մարդիկ շատ տարբեր տեղերից են այստեղ գտնվում եւ նույն գյուղի բնակիչները նույնպես այսօր մասնակցում են տվյալ պատարակին եւ ինչպես ընդդիմությունն է փորձում հաճախակի խեղաթյուրել, որ ԿՊԱ-ականներն են մասնակցում միայն պատարակներին, դա այդպես չէ, կարող եք շրջել եւ համոզել կան տարբեր մարդիկ, որոնք նույն գյուղի բնակիչներ են եւ տարբեր համայնքների եւ մոտակա գյուղերի, որոնք կիսում են այս տեսակետը, որ պետք են կեղծ եկեղեցականները, հանցագործ եկեղեցականները հեռանան հայ առաքելական եկեղեցուց եւ մենք ունենանք ավելի մաքրազերծված հայ առաքելական եկեղեցի։ Այո, եկեղեցու նորոգման գործընթացը սկսվել է եւ այսօրվա պատարակին եւ նախորդ պատարակներին հոգեվորականության բազմամարդ լինելը եւ նաեւ հավատացյալների բազմամարդ լինելը վկայում է դրա մասին։ Կներեք, իսկ օրինակ երբ որ հոգեվորականները պատարակները անցկացնող, որտեղ որ մասնակցում է Փաշինյանը, այն հոգեվորականները, որոնք անցկացնում են այդ պատարակները, երբ զեղչում են Գարեգին Բ-ի անունը ընթացքում, դա ճիշտ է համարում արդյոք։ Այո, որովհետև լեգիտիմության հարց կա եկեղեցում, որի մասին բարձրաձայնել են նաև թվով 10 arczepiskoposներ եւ բազմաթիվ այլ հոգեվորականներ եւ ես համակարծիք եմ arczepiskoposների եւ մեր մյուս հոգեվորականների հետ եւ շնորհակալ եմ իրենց, որ իրենք անձամբ են մասնակցում եկեղեցու նորոգման գործընթացին, չնայած այն հալածանքներին, որ այս օրերին տեղում են իրենց հասցեին։ Եվ թողարկման վերջում ձեզ ենք ներկայացնում դեկտեմբերի 8-ից 14-ը ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված ծառայությունների արդյունքները։ Շաբաթվա քրեական քրոնիկոն դիտեք տեսաշարով, իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս ցտեսություն։ Մայրաքաղաքում եւ մարզերում բարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 18311 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 410 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 355 ոչ սթափ վարորդ, 610 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 120 քաղաքացի։ Հանրապետությունում բացահայտվել է 801 հանցագործություն, այդ թվում 287 առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու դեպք, թմրանյութի հայտնաբերման 86, ֆիզիկական ներգործության 55, մարմնական վնասվածք պատճառելու 45, անձնական ունեցվածքի գողության 29, խարդախության 28, հոգեկան ներգործության 27, ինչպես նաև մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 35 հանցագործություն եւս բացահայտվել է։ Հայտնաբերվել է 36 հետախուզվող, 2 անհետ կորած, արձանագրվել է զենք զինամթերքը կամավոր հանձնելու 7 դեպք։ 7 օրում
օրում գրանցված 103 ավտովթարի հետևանքով զոհվել է 3 մարդ, վնասվածք ստացել 140-ը։ Հանրապետությունում բացահայտվել է 727 հանցագործություն, այդ թվում 222 առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու դեպք, ֆիզիկական ներգործության 57, թմրանյութի հայտնաբերման 54, խարդախության 49 դեպք, անձնական ունեցվածքի գողության 43, հոգեկան ներգործության 31, նաև այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 30 հանցագործություն եւս բացահայտվել է։ Հայտնաբերվել է 54 հետախուզվող, 6 անհետ կորած, արձանագրվել է զենք զինամթերքը կամավոր հանձնելու 4 դեպք։ 7 օրում գրանցված 47 ավտովթարի հետևանքով զոհվել է 5 մարդ, վնասվածք ստացել 117-ը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 462 դեպք, 166-ը արտակարգ։ Մասնավորապես հրդեհի 81, հրդեհի ծագման սպառնալիքի 43, ճանապարհատրանսպորտային պատահարի 61, կենցաղային կանչի եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 27 դեպք։ Փրկարարները օգնություն են ցուցաբերել 38 քաղաքացու։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել շուրջօրյա վերահսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Ջրային պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտել են որսագողության դեպքեր։ Դեկտեմբերի 9-ին ժամը 11:45-ի սահմաններում Սևան Մարտունի գետապ ճանապարհի 11-րդ կիլոմետրին ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են Նորատուս գյուղի մի բնակչի վարած Opel Magnishi ավտոմեքենան։ Մեքենայի բեռնախցիկում եւ սրահում կային սիգ եւ իշխան տեսակի ձկներ։ Պարզաբանումների համար տղամարդը մեքենայով հանդերձ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Գավառի բաժին։ Նույն օրը ժամը 12:20-ի սահմաններում նույն ճանապարհի 50-րդ կիլոմետրին ջրային պարեկները մոտեցել են կայանված Mercedes Magnishi ավտոմեքենայի։ Նորատուսցի վարորդը բեռնախցիկից ներկայացրել է 46 կիլոգրամ ընդհանուր քաշով 128 սիգ։ Տղամարդը մեքենայով հանդերձ ներկայացվել է համայնքային ոստիկանության Մարտունու բաժին։ Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են։ Համայնքային ոստիկաններն ու գվարդիայի ծառայողները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել։ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 6-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում հարավ-արևմտյան B2 թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերել թմրամիջոց իրացնելու կասկածանքով ոստիկանության գվարդիայի գործընկերների հետ համատեղ ձերբակալել եւ բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 17-ամյա երկու աղջիկների։ Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է 64 փաթեթ, ընդհանուր 61.19 գրամ քաշով։ Պարզվել է, որ նրանք 16 փաթեթ արդեն տեղադրել էին Շենգավիթ եւ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում։ Կազմված փաստաթղթերը եւ ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։ Ջրային պարեկները արգելված ժամանակահատվածում ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել։ Նոյեմբերի 20-ից ներքին գործերի նախարարության ոստիկանությունը արգելված ժամանակահատվածում սիգ տեսակի ձկան ապօրինի որսի կանխարգելման եւ դրա վաճառքը կանխելու ուղղությամբ ուժեղացված ծառայություն է իրականացնում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները դեկտեմբերի 6-ին Սևան Մարտունի գետապ ճանապարհի 2-րդ կիլոմետրին ստուգման նպատակով կանգնեցրել են վազ Magnishi ավտոմեքենա։ Պարզվել է, որ Սևան քաղաքի բնակչի վարած մեքենայի բեռնախցիկում ապօրինի որսած սիգ կա։ Վարորդը եւ ուղևորը մեքենայով հանդերձ տեղափոխվել են համայնքային ոստիկանության Սևանի բաժին, որտեղ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 82 սիգ։ Ապօրինի ձկնորսության հաջորդ դեպքը ջրային պարեկները բացահայտել են դեկտեմբերի 7-ին։ Սևան Մարտունի գետապ ճանապարհի 6-րդ կիլոմետրին ստուգման նպատակով կանգնեցվել է Նորատուս գյուղի բնակչի վարած վազ Magnishi ավտոմեքենան։ Կրկին պարզվել է, որ բեռնախցիկում ապօրինի որսած սիգ տեսակի ձկներ կան։ Մեքենան տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Ստուգման մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 154 սիգ։ Նշված դեպքերով կատարվում է քննություն։ Հիշեցնենք, որ մինչև փետրվարի 1-ը արգելվում է Սևանալճում զբաղվել ձկնորսությամբ։ Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։